Տարիներ անց նրանք ունենում են 3 երեխա՝ Վերոնիկը, Արմենը եւ Հայկակը, որին ցավոք Վարուժանն այդպես էլ չի հասցնում տեսնել։ 1915 թվականի օգոստոսի 26-ին դաժանաբար սպանվում է թուրքերի կողմից։ Նույն օրն էլ ճակատագրի հեգնանքով ծնվում է նրա երրորդ զավակը՝ Հայկակը։ Մահն ու կյանքը մեկտեղվեցին, վիշտն ու ուրախությունը խառնելով իրար։ Ապրիլի 24-ի երեկոյան ժամը 11-ից, երբ Դանիելը, Արաքսին ու երեխաները տանն էին, եկան Դանիելին ձերբակալելու։ Դուռը բացեց Արաքսին եւ հրելով ներս մտան 3 հոգի, ասելով Էֆենդին ուր է։ Սկսեցին խուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները եւ ինչ որ գտան լցրեցին տոպրակների մեջ։ Նրանք բավականին հարգալից հայտնեցին Արաքսին, որ Վարուժանին տանում են որպեսզի մի քանի թղթեր ստորագրի։ Մինչև առավոտ սպասելուց հետո Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին։